Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, տաղավարում հյուրընկալել եմ գրող սցենարիստ հրապարակախոս Սոնա Մանուկյանին եւ հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-5321 եւ հայաստանյան 060 3511 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել Տիկին Մանուկյանին։ Բարև ձեզ Տիկին Մանուկյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Շնորհակալ եմ, որ փորձեցիք հասնել ուղիղ եթերին։ Դե սա մեր քաղաքի արդեն ամենօրյա կարծես թե խնդիրն է դարձել եւ հիմա անցնենք մյուս քաղաքին, հայրաքաղաք Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին, անդրադառնանք ընտրությունների արդյունքներին եւ ընդհանրապես ընտրության որակին ու բովանդակությանը, բայց Տիկին Մանուկյան 9 տարի առաջ այս օրը հենց սկսվեց ապրիլյան պատերազմը, քարորյա պատերազմը եւ 9 տարի անցել, բայց դեռ վերքերը թարմ են, հիշողությունները բնականաբար կան եւ մեր հարթակից գուցե հիշենք այն բոլոր տղաներին, ովքեր հենց այդ օրը կամ ընդհանրապես ովքեր նվիրվեցին հայրենիքին եւ չխնայեցին իրենց կյանքը, փառք ու պատիվ մեր այդ տղաներին եւ փառք ու պատիվ այն տղաներին, որոնք հիմա ովքեր կանգնած են սահմանին եւ մեր այս հարաբերական անդորը կարողանում են պաշտպանել։ Քարորյա պատերազմից ինչ դասեր պետք է քաղենք, որ չքաղեցինք, որտեղ դրանից հետո ցավոք ավելի մեծ արհավիրքը։ Քարորյայից ինչ պիտի նախ բարևում եմ բոլորին, ես ուշացումով եմ եկել ես մի քիչ երկար տևեց հիվանդությունս, եկել եմ հատուկ ասելիքներով, չգիտեմ որը կհասցնեմ, որը չեմ հասցնի, այդ հատուկ ասելիքները ընդհատվեց Գյումրիի ընտրությունների պատճառով, որտեղ հիմա արդեն չգիտեմ ինչ ասեմ, թողնել մի կարևորը մյուսը ասել, ասելիքները բոլորը կարևոր են։ Ինչ վերաբերում եմ Քարորյային, Քարորյան այնպիսի մի դաս տվեց մեզ, որ մենք մի քիչ, մի փոքր ուշի աշակերտ լինելու դեպքում մենք այս պատմության մեջ այս վիճակում չէինք հայտնվի։ Քարորյայի ժամանակ բոլորը խոսում էին ինչու եղավ, ինչ եղավ, տղաներին լավ արեցին, աշխատեցին մեր Ռոբերտ Հաբաջյան կամ ընդհանրապես Արմենակ Ուրֆանյանի շատերին հիշում ենք, խոնարհումով ենք հիշում, սիրով ենք հիշում տղաներին, ովքեր նվիրյալներ էին իրականում եւ հայրենիքի համար էին անում իրենց յուրաքանչյուր քայլը։ Դրանից հետո պետք է մենք ուղղակի ես միտեղ հայտարարեցի, դա մնում է իմ կարծիքին, մենք պարզապես դատապարտված ենք հզորացման։ Հզոր պիտի լինենք, հզոր երկրի վրա ինչ կարգի թշնամի է լինի կմտածի գալուց առաջ։ Էլ չեմ ասում, որ համարձակությունը չիներ, էլ չեմ ասում, որ պարտված հետ կգնա։ Մենք պետք է հզորանայինք, մտածեինք հզորանալու մասին, չմտածեցինք։ Եվ ապշելու մի բան, թե ինչքան կարող է մարդը նույն օրինակներով, նույն սխալներով մարդը ազգային տեսակով իր ազգային մտածողությամբ քանի անգամ կարող է 100 տարվա մեջ սխալվել դասեր քաղելու համար։ Սա առաջինը չէ, երկրորդը չէ, երրորդը չգիտեմ, որ երրորդը չէ։ Ես պատմական անդրադարձեր կանեմ։ Մի տարվա մեջ եղած 1920 թվականից, հետո կգանք այս 2020 թվականին ու կտեսնեք ինչքան ոչ թե նման, այլ ընդհանրապես ստորակ այդ փոխված չի։ Ու այդքան ինչ ասեմ, անուշադիր ասեմ, չհասկացող, չսովորող, վատ սովորող, վատ վարկի տեր աշակերտ պիտի լինել այդ բոլորից դասեր չքաղելու համար։ Ես չգիտեմ, այս կարգի ինտելեկտի տեր ժողովուրդը, այս կարգի պատմություն անցյալ հերոսներ ունեցող ժողովուրդը կարող է այսքան կներեք բառիս համար այսքան հիմար լինել, այսքան կրկնել նույն սխալները։ Ես ասում եմ պատմական անդրադարձ կանեմ, Մարի ջան, դու գիտեք, ես հաճախ չի եղել այդպիսի հաղորդում, որ ես պատմական անդրադարձ չանեմ, որ ասեմ, սա չարեցինք, դրա համար սա եղավ։ Սա արել էին, ու մենք դրանից դասեր չքաղեցինք, դրա համար ավելի վատը եղավ։ Ինչքան կարելի ասել, ես չգիտեմ։ Այն բոլորի կոկորտն են, նրանք ովքեր որ հասկանում են պատմություն, գիտեն, ովքեր գիտեն պատմության կրկնվելու սովորությունը, էլ չգիտեմ արդեն քանի տարի է դասեր տալ է, խոսել է, ապրումներ այդ ներվային վիճակներով բացատրել ժողովուրդ այդպես չի, թողեք ձեր նյութապաշտությունը, թողեք ձեր այդ ունեցվածք, վերջին հաշվով այդ ունեցվածքը ոչ միտեղ չեք տանելու։ Կներեք բառիս համար ասեմ, այդ ունեցվածքը հարամ լինի ձեր գլխին։ Եթե դա գնում է ժողովրդի շահերից, եթե դա գնում է սուրբ հայրենիքից, եթե դա գնում է նահատակներից, նահատակների նպատակներից, եռաբլուրից, գնում է բոլոր նվիրյալներից, այդ ձեր ունեցվածք նյութական ամեն ինչը հարամ լինի ձեր եւ ձեր սերունդների գլխին։ Ես այնքան ջղայնացած եմ, որ չեմ կարող դա չասել։ Ընդամենը 2-3 օր անցել այդ ընտրություններից ու ընդամենը եթե մենակ մի անդրադարձ անենք գյումրեցիները 4 հոգի ադրբեջանցի
72 գյումրեցիների զինաթափարեցին գերի տարան։ Լավ դա դաս չեղավ ձեզ։ Ինչքան, որովհետև ռուսներին էիք, ույսերը կապում ռուսների հետ, նրանք կգային կփրկեին։ Ես հիմա կասեմ փրկիչ ռուսների մասին, պատմական այդ անդրադարձը դրանց մասին կլինի։ Ու մտածում եմ էլի, Աստված եմ կանչում, խնդրում, աղոթում եմ կրկնակի ընտրություն լինի, գոնե երկրորդ անգամ լինի այդ ընտրությունը։ Շատ կարևոր է։ Մոռացել եք, մենք Գյումրիում ունենք 102-րդ բազա։ Պերմիակով ենք ունեցել, ձեր տունը շիմ գնացեք Պերմիակովին եք ընտրել։ Էս ինչ եք արել։ Մտան մի ամբողջ ընտանիք խաղաղ մի հրաշալի ընտանիք վերացրեցին տան մեջ, դու գնացիք նրան ընտրեցիք։ Ինչքան ասել նույն բան, ինչքան կարելի է նույն բանի համար խոսել, ասել, դասեր տալ, ներվայնանալ, ապրումներ ուներ, առողջություն քայքայել։ Լավ դժվար է այդքան այդ, ինչ ասեմ, այդ անտեր նյութական այդ շատ ուտելուց դժվար է գոնե չափավոր ուտելուն անցնելը։ Կարելի է այդքան անել։ Այդքան ծախվել, այդքան վաճառվել, չգիտեմ, այդքան ստորանալ, այդքան սողալ նյութականի ոտերի տակ։ Ինչքան կարելի, քանի տարի եստեղ գնում գաս նույն բանը, խնդրում աղաչում եմ ու մենակ ես չէ, ինձանից լավերը, խելացիները, քաղաքական գործիչները, նրանք ովքեր որ շատ ավելի լավ գիտեն, ավելի կազմակերպված են, ինչի չեք լսում, ձեր տուն շինվի։ Բա ինչն եք դուք լսում, նստում ու մունաթ եք գալիս։ Մունաթ եք գալիս, որ մեկի փողն ավելի շատ էր, քան ձերը։ Եթե այս մունաթի համար այ ժողովրդից հարկեր վճարեն, եւ մեր բյուջեն միլիոններ կվա, ամիսը միլիոներով փողեր կունենա։ Մանուկյան, այդ դեպքում իշխանությունը ինչի է թույլ տվել, որ հասնեն մունաթին եւ այդ փողերը ինչպես իշխանությունը ներողություն գլուխը պատին է տվել։ Այո, եւ իշխանության գլխին հարամ լինի։ Եթե որևէ խոստում չարեց, ինչը արել է լավ էր, ես միշտ ասել եմ, ոչ լավն եմ ասում, ոչ վատը եւ լավն եմ ասում եւ վատն եմ ասում։ Հարամ լինի ինչի համար եմ ասում։ Դու որ ես մարդը հանցագործ է, ինչ չես պատժում։ Ուրեմն դու ես հանցագործ։ Ես մի փոքրիկ այսպես անդրադարձ իմ հետ կապված անեմ, Հրան Դինքի սպանության ժամանակ գնացել էի ցեղասպանության թանգարան, հաճախ այնտեղ լինում եմ եւ գրառում արեցի այդպես Մատյանում։ Ուրեմն ես հիմա բառացի չեմ կարող հիշել ինչ եմ գրել, տարիներ են անցել, գրեցի որ պարզվում է որ երիտ թուրքերը իրենց քաղաքականությամբ դեռ գոյություն ունեն։ Եթե այդպես այդ քաղաքում Թուրքիայի կենտրոնում կարող են հային սպանել, հայ լինելու համար, մենք բոլորս գիտենք, որ հենց դրա համար սպանեցին։ Պարզվում է, որ երիտ թուրքերի ձեռագիրն է գործում, երիտ թուրքերի գաղափարներն են գործում, եւ նրանց աշխատանք, նրանց այսպես ասած ուղերձները չեն անցել։ Թուրքերը այդպես էլ գործել են ու կգործեն։ Բայց մենք ոչ մի կերպ դասեր չենք քաղում պատմությունից։ Քարորիայից հետո որ ես ասում եմ դատապարտված ենք հզորանալու, բաց թողեցինք 20 թվի պատերազմից հետո ես չգիտեմ էլի օր ու գիշեր չպետք է քնել մայր, մանուկ, երեխա, որ ասում են ազգ, պետություն, բանակ, դա բառեր չեն, դա պիտի իրագործելի լինի, յուրաքանչյուր իրեն մտածի, որ ինքը անելիք ունի, ոչ թե մունաթ գա, այլ անելիք ունի, գոնե լսելով, գոնե լսածը իրագործելով, գոնե այն, որ ես մի քանի օր առաջ մեկին ասեցի, մի փոքրիկ ագիտացիան մասի գնացեք բանակից զորացրված տղայր ասա, որ գալուց տղաները պիտի պարտադիր զենք հետ վարվել իմանան սովորեն, ասում ենք մի քանի բաներ, եթե պետք լինի բանակի մասին խոսեմ, եւ գոհեր եւ դժգոհեր կային բաներ, գոհ ու դժգոհ։ Մի խոսքով գիտեք ինչքան հետաքրքրված կլինեմ անվտանգության ու զինվորականության հետ կապված։ Ես դա կարող եմ անել, կարող եմ խոսել, կարող եմ սրտացավ ձևով մոտենալ յուրաքանչյուր հարցի, ինչ որ ազգային է, դա կարող եմ անել։ Դու որ չես կարող ոչինչ անել, ինչես մունատ գալիս։ Գոնե լռի։ Գոնե որ ասում են գիտես մի գնա ռուսական սապոկը ընտրի, գոնե դրան լսի, գոնե դրանք չգնային ընտրության։ Գնացել է երևեն լավագույն մասան, որ իբր հիասթափված է։ Ստում եք, հիասթափված չեք։ Հիասթափված եք ձեր ձայնի տերը կլինեիք։ Հիասթափվածնեիք գրայիք ու բոլորին կասեիք ոչ։ Դա հիասթափության ձևը ինչ է չգիտեմ, խռովել եք, մունաթ եք եկել, ընդամենը դա է։ Ինչքան մեծ հույսեր ունեինք, ասում էինք, գոնե մի քիչ կարող են, Մոսկվայից հաղորդեցին, չէ որ Գյումրիում պետք է հաղթի ռուսական կողմնորոշումը։ Եվ այդպես էլ եղավ։ Կոմունիստները եւ այդ Գյումրին կարող է լենինական լինել։ Ես ասում եմ Պերմիակով, շատ բաներ կարող եմ ասել
1920-ական թվականին աղու հացով թուրքերին դիմավորելը, չգիտեմ այնքան բան կարող եմ ասել, հայ լինելս խանգարում է, որ ես իրենց խայտարական եմ ուղակի։ Այդքան սրտացավ ենք այդ քաղաքի համար, այդ ժողովրդի համար, այդքան, այսպես ասած, խելագարի նման սիրեք, դու գաք ես օրինը բերեք ժողովրդի գլխին։ Էս ինչ արեցիք, էս ում ընտրեցիք, էս ումը ձայն տվեցիք։ Իսկ իշխանություններին ասեմ, իրանց օր առաջ պիտի ռադ լնեն, որ չեն կարող հանցագործներին դատել, որ չեն կարող պատժի ենթարկել։ Ու մի պատժում, ես ինչ որ ասում եմ, երի թուրքերը շարունակում են, նույն բանը, եթե չեք պատժում, դուք էլ պակաս հանցագործ չեք։ Ոնց կարելի է անպատիժ թողնել պատժվող հանցագործին։ Դրա համար այսպես է մեր վիճակը։ Ու հիմա ազգային անվտանգությունից են խոսում, որ եթե ես հետ դառնամ այդ բաները, դատական նիստերը հետ կանչելուն, եվրոդիտորներին հանելուն բանի, ես չգիտեմ դրա մեջ ինչ արդարացում կա, որպեսզի խաղաղության պայմանագրի։ Ինչի արդարացում չի, Ադրբեջանը հայտարարում է, եթե մեր բանակը նորից, այսինքն ադրբեջանական բանակը ստիպված լինի պատերազմել, Երևանը պետք է նախորոք տեղ պատրաստի նոր դագաղների համար։ Եվ մենք ստիպված կլինենք զարդարել մեր ռազմավարի պուրակի ազատ տարածքը Ֆրանսիայից եւ Հնդկաստանի ձեռք բերված զին տեխնիկայով։ Սա խոսում է Ադրբեջանի իշխող ուժի падգամավորը, պնդելով, որ Հայաստանը Ադրբեջանի դեմ պատերազմի է նախապատրաստվում։ Բայց մենք բոլորս գիտենք, որ պատրաստվում են։ Մենք խնդրում ենք, որ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Մարի ջան, կհիշեք, ես քանի տարի այստեղ գալիս եմ, միշտ ասել եմ, 1000 հատ պայմանագիր էլ կնքվի, դա օրինական չի, ոչ մեկի կողմից չի ընդունվում։ 1000 անգամ երթվեն, նույնիսկ իմ բառերը հիշում եմ, քանակ ասել, Ղուրանի վրա ձեռքը դնեն ու երթվեն, որ պատերազմ չլինի, որ սա խաղաղության պայմանագիր կլինի, ոչ մի հայ իրավունք չունի հավատալու, ստում են, կեղծում են, մենք այս ամբողջ լավ ինչքան կարելի է հիմար լինել այս ամեն ինչը չհասկանալու համար։ Ինչքան կարելի է։ Ես հիմա կանսեմ այդ Ատիկի Մանուկյան, մի ճիշտող հարց, ինչու հենց Գյումրիից եկած այս ամենը ձեզ այդքան վրթովեցրել, ինչ հույսեր ունեիք այս քաղաքի հետ կապված։ Ասեմ, այո, որովհետև այնտեղ կա ռազմական բազան 102-րդ, այնտեղ եղել ասեցի արդեն հանցագործություն Պերմյակովի, որ էլի լռեց քաղաքը, չգիտեմ ինչ որ ընդվզումներ եղան հարազատների շրջանում ընդամենը։ Դեռ ես ասեցի ցեղասպանությունից հետո աղոհացով դիմավորելու մի պատմություն կար թուրքերին, այնտեղ կար նաև որ մերոնք շատ բան կա ախր ասելու, էլի բռնած գերիներին, թուրք գերիներին բաց թողեցին, չգիտեմ, էլի անուն չկա ասելու, այդ նույն գերիները եկան հայրին ջարդելու, ես հիմա ասեմ 20 թվականին Բաքվում կայացած արևելքի ժողովուրդների համագումարի մասին, ու ես ասեմ, չգիտեմ, ասեմ գյումրեցիներ, թե ասեմ հայություն ջան, ոնց ասեմ, էլի, որ մի քիչ դասեր քաղեք, ուրեմն ես կասեմ այդ մասին, 1920 թվականի, ես խնդրում եմ թվերը ուշադիր լինեք, ես մի տարվա և մի դարի անդրադարձ կանեմ, հնարավորինս կարճ։ 20 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 7-ը Բաքվում կայացավ արևելքի ժողովուրդների համագումարը, 7 օր։ Համագումարում նախագահում էր Զինովիևը։ Եվ ամբողջը չեմ ասում, Զինովիևին նախագահությունը մոտենում է Էնվեր Փաշան։ Եվ ասում է դուք եթե թույլ տաք, ես Ալժիրից ու ընդհանրապես այնտեղ էր որտեղ կան թուրքական զորքեր, համաձայնեք, որ բերեմ իմպերիալիստական Հայաստանում ժողովրդին փրկեմ իմպերիալիզմից։ Գամ Հայաստան, Էնվեր Փաշան է ասում։ Եվ տառապած ժողովրդին փրկենք իմպերիալիստական Հայաստան։ Հիմա Ալիևն է ասում, գամ Հայաստան, փոխեմ փրկեմ ձեզ ռևանշիստներին։ Եվ ինչ է ասում Զինովիևը, իհարկե այնտեղ համաձայնում, իհարկե Էնվեր Փաշան ելույթներ է ունեն։ Հայկական պատվիրակությունից դուրս եկողել կար իմ գրքում շատ լավ գրված է, նաև նստել լսել են եւ ասում են ակնհայտ էր թուրքերի եւ ռուսների սիրախաղը, ինչը որ կատարվեց այդպես նախագահություն որտեղ նստած էին, ակնհայտ էր նրանց սիրախաղը, այդ սիրախաղը մինչեւ հիմա լինում է, դրանից հետո մենք գանք նոյեմբեր ամսին, դա սեպտեմբերի, սեպտեմբեր ամսի այդ համագումարից 20 օր հետո սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Կարաբեքիրը հարձակվեց Հայաստանի վրա։ Եղավ 2020 թվականի մասին, որ ասեմ նույն սեպտեմբերի նույն օրը, մեկ օր մի գիշեր, այսպես ավելի շուտ, մեր 20-ական թվականի 45 օրյա պատերազմ եղավ, 44 օրյա։
Հետո եթե շարունակենք այդ ուղղությունը գրանք մինչև 21 թվականի մարտի 16-ը ռուս-թուրքական պայմանագիր, որ առանց հայերի մասին հայերի ճակատագիրն էին որոշում, որից հետո եկավ հասավ հոկտեմբեր ամիսը Կարսի պայմանագիրը եղավ եւ ներողություն բարիս համար ասեմ, թքածունային հայկական ցանկացած կարծիքի վրա արեցին թուրքերն ու ռուսներն ինչ որ արեցին։ Ու հիմա անում են նույն բանը։ Եվ հիմա որ ես ասեմ անում են հայերի ձեռքով, մենք բաց աչքերով տեսնում ենք որ անում են հայերի ձեռքերով։ Բա դուք չգնաք ընտրության ասեք ոչ Բայց Ղարաբաղը տանք, Նախիջևանը տանք, չգիտեմ, Հայաստանի տարբեր մասերը, Կարսի ու, չգիտեմ, ռուս-թուրքական պայմանագիր, այդքանը մարսել է լինում, ամբողջ ցեղասպանությունը մարսել է լինում, 15 թվի, էլ չեմ ասում արդեն Սումգայիթը, ռուսները տեղյակ չէին Սումգայիթից, Բաքվի ջարդերից ռուսները տեղյակ չէին, ամեն ինչից տեղյակ են, ամեն ինչի մեջ մատը խառն է, այդքան ստրկամիտ կլինեն, այդքան սողալ կլինի թշնամուտ ոտերի առաջով, եղբայր պետք չի ապրել Չեմ ուզում սենց ապրել, կմեռնեմ հետս էլ մի 10 հոգու կտանեմ, բայց չեմ ապրել այսպես, ես ինչ եք անում, տով դարձավ իշխանությունը, որ հանկարծ մի ամբողջ ժողովրդի ինքնասիրության, արժանապատվությանը կպնի, հերոսներին կպնի, եռաբլուրին կպնի, նրանք ովքեր որ պատրաստ են էլի սահմանները պայելու կանգնած են, ով դարձավ որ նրանց իրավունքները դու ես խլում ու նրանց փոխարեն հարցել ես լուծում, հիմա ասեմ Նիկոլ Փաշինյան խաղաղություն չի լինելու, հասկանում ես չի լինելու 4 տարի կրկնում են պատրաստը չի ավարտել եւ խաղաղություն չի լինելու ցանկացած պայմանագիր 0 է երբ որ ատամները բռնես նրանք կհարցակվեն երբ որ առաջ այդ կրակոցները ու նրանց հայտարարություններ ու խնդրեմ այդ падգամավորի հայտարարություն որ պետք է տեղ պատրաստեն Երևանում դադարներ եւ չգիտեմ ինչ ամեն ինչ անում են հայության գլխին Նրանք այդքան խելոք են, մենք այդքան հիմար ենք, մեզնից մեր անցած պատմությունից նրանք դասեր են քաղել, մեր պատմությունը վերագրել են իրանց այդ, ինչ ասեմ, քնձռոտ մի, չգիտեմ էլի պատմությունն էլ չկա, իրանց այդ մի 100 տարվա օրագիրը տվել են մեզ ու մենք խեղճուկրա գլուխներս կախել ենք։ Հիմա էլ գալիս են, որ մեզ ռևանշիստներից փրկեն, ֆաշիզմից փրկեն։ Հա, էլի, դե ֆաշիզմից փրկեն, ինչը որ Էնվերն ասում էր դեռ 1920 թվականին գանք իմպերիալիստի, չգիտեմ, փրկեն։ Լրագրողն էլ եկավ Հայաստան գնաց եւ ասաց, որ հայերը այնքան սոսկալի վիճակում, խայտարակ վիճակում են ապրում, որ նրանց փրկությունը միայն Թուրքիայի հետ սահմանի բացումը կլինի։ Ուրեմն ինչ ասեմ, եթե ամփոփենք Գյումրին, վրթովեցնող է, որ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում իրականացվեց այս նախկինների, ներկաների նախկինների վերադարձել։ Բայց դեռ չէ վերադարձել, Տիկին Մանուկյան, դեռ խաղ ավարտված չէ, ինչպես ասում են։ Աղոթում եմ, որ կրկնակի լինի։ Որում Մարտուն Գրիգորյանից է կախված արդեն եւ որոշումը եւ մնում է որ մարդ իրեն արժանապատիվ պահի եւ ոչ թե անձնական շահերից ելնելով։ Սեփական որոշումը կկայացնի նա թե կկայացնի Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի եւ տեսնում եք մեկ հոգին մեկ մարդը կարող է եղանակ ստեղծել երկրում ստեղծի այնպիսի եղանակ, որը ժողովրդի իջարի դեպի ժողովուրդը Եվ այդ մի մարդու ցանկությամբ անել, այդ մի մարդու ցանկությամբ, որովհետև նրանց գրպաներից, նրանց կերակրատաշտից իրենք են կերակրվել, այդքան նյութական լինեն։ Վարդան Ղուկասյանն էլ իր ասելով Գյումրին է կառուցել, մարդկանց աշխատատեղեր է տվել։ Իսկ այն գյումրեցիներ, ովքեր որ դժգոհ են, անպատվում հայում էին նրա հետևից, նրանք ինչ են ասում։ Իսկ ինչու Մարտուն Գրիգորյանը միջև հիմա հայտարարություն չի տալիս, միանում է թե չի միանում։ Չգիտեմ, դա պետք է իրան հարցնել։ Չէ՞, սա ժողովրդի նյարդերի, այս անորոշության, սա էլ է, չէ՞։ Այո, օրինակ, եթե ես լինեի, ես անմիջապես հայտարարություն կանեի ժողովրդին Եվրոպի առաջ հանգստացնելու համար։ Բայց մի բան պարզ է, քաղաքացիական պայմանագիրը քաղաքապետ չի ունենալու այդտեղ։ Գիտեք, ես այդքան շատ չեմ ցավում։ Իմ համար շատ կարևոր է մարդու տեսակը։ Եթե նա հայրենասեր է, եթե նա ազգային մտածողություն, իմ համար մեկը նա ինչ կուսակցության ապահովում։ Նույնիսկ Վարդան Ղուկասյանը, որն ասում է, որ նա չի կարող այդպեսին լինել, մենք կենսագրություն արդեն գիտենք։ Նա չի կարող այդպես լինել։ Ոչ մի բառի չպիտի հավատալ։ Ինչ մարդն ու իր կենսագրությունը նա իր ապագան է որոշում։ Չի կարող դա այդպեսի բան լինել։ Գալ խոսել, չգիտեմ, գայթակղող աղջիկներից, չգիտեմ ինչերից։ Այդ մարդուն որ տեսնում ինձ թվում է Լուկաշենկոն է։ Հնության հետ կապված շատ ամեն ինչի տեսակետների ամեն ինչի իր ռուսամոլության իր ամեն ինչի իր այդ չգիտեմ պահվածքը որ ինքը գիտեք ինչ կարող ուժ է իհարկե կարող է այդպես բայց որտեվ ոչ մի անցանկի համար ոչ ոք Հայաստանում չի պատասխան տվել ինքը գիտի որ ինքն էլ չի պատասխան տա Այնքան հանցագործներ ունենք երկրում հիմա մեր բերդերը լցված կլինեն ու երկիրը մաքրված կլներ ասել եմ կրկնում եմ հիմա որ եթե լինեն ազգային ժողովի ընտրություններ եթե լինեն տեղատիմ ընտրությունները ինչը որ լինի պետք է անպայման լուստրացիայի ենթարկվի մարդը քաղաքացին լուստրացիայի ենթարկվի հետո նոր թեկտածությունը դնի նա պիտի ունենա հատուկ կանոններ
այս գծերը չանցար դու իրավունք չունես դնելու քո տեխնացությունը։ Ես մնում եմ իմ տեսակետին, նրանք այդտեղ տեխնացիոն դրող մարդիկ չկային։ Այն մարդիկ ովքեր դրեցին, որ ընդհանրապես արդեն դատված լինեին, նրանք անցան։ Ինչ խոսել ես երկրի մասին։ Դրա համար Մարիա Զախարովաներն ու ես չգիտեմ ովքեր ինչ ասես կխոսեն հայերի հասցեին։ Ինչ ասես բերում են գլխներից։ Ինչ կարգով ուզում եք վարվում են հետներս։ Ու չեն էլ թողնում մարդ մի հատ շունչ քաշի։ Բայց Վարդան Ղուկասյանի վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնել։ Կարող է շրջադարձային իրադարձություններ տեղ ունեն։ Շատ ուրախ կլինեմ, ես ինձ սկզբից ասեցի, որ նույնիսկ խնդրում աղոթում եմ։ Այսինքն դու տեսնել նրա կալանավորումը։ Թե դա թող դատարանը որոշի, կլինի կալանավորում, կլինի, չգիտեմ, բռնագանձումներ, ինչ կլինի թող լինի, բայց դատարանը թող որոշի։ Դա այդպիսի գործերին չեմ խառնվի։ Ես դավաճաների գործերին եմ խառնում, որ ասում պիտի գնդակահարել։ Պիտի սպանել ուղղակի դավաճաներին, բայց այդպիսի հանցագործներ, որ պակաս դավաճանություն չեն, թող դատարանը որոշի։ Դատարանի որոշումը օրենք պիտի լինի, բոլորը եւ հետո ժողովրդի հաշվի նստել ժողովրդի հետ, էլի, չգիտեմ, հայրաքաղաք ասածը ես չեմ ուզում են կարգի եղանակ ստեղծի, որ մենք ազգովի այսպես չգիտեմ, էլի գլուխներս կախ մնանք, իրար աչքերի մեջ էլ չկարողանանք նայել։ Ես հիմա մտածում եմ այդ ընտրության չգնացողը նստած տանը ինչ է մտածում։ Ես ուզում եմ ուղղակի հարցնել նա ով ասես թե այնպես լինելու է այդ իր չընտրված քաղաքապետի ենթակայության։ Եթե նա իր ձայնին տեր չի կանգնում, նա իր երկրին էլ տեր չի կանգնի։ Անտարբերությունն է։ Անտարբերությունը բերել է մեզ այս վիճակին, իհարկե։ Բոլոր մտածում են դե թող անեն, էլի։ Էս ինչ են անում, անտեր երկիրա թող անեն, բայց ոք չի ասում, բա ես ինչ անեմ։ Ես ինչ անեմ։ Չեմ նայում հիվանդ եմ, առողջ եմ, ինչ եմ գրում եմ, կարդում եմ, լսում եմ, խոսում եմ, ու ասում եմ սիրտս պտղած, ասում եմ լավ չես զգում, մամա, մի գնա, ասում եմ լավ չեմ, բայց երկիրն ավելի վատ է։ Ոնց չասես, գոնե այդ մի խոսքի իրավունքն ունես, կարող ես ասել, գնա ասա մեկին ասա լսի, դու այն ինչ որ մտածել ես, սխալ ես մտածել։ Մենք ինքներս պատերազմի միջով անցել ենք, պատերազմ ենք հաղթել։ Քանիցս ասել եմ, էլի կկրկնեմ, սոված, մութ ու ցուրտ տարիներ ենք անցկացրել ազգային հարցեր լուծելու համար, երկրի ու հաղթանակի ու ամեն ինչի համար։ Այդքան դժվար է մի քանի օր մի քիչ վատ ապրելն էլի։ Ախր մենք անցել ենք դրա միջով, ցեղասպանություն տեսնող ժողովուրդը կարող է այսքան վախկոտ լինել, կարող է այսքան ստորացած նսեմացած լինել, ծնկի գա իր թշնամու դեմ։ Այն դեպքում, երբ որ այդ թշնամին հենց դա է ուզում։ Մի քիչ համարձակություն է պետք էլի։ Եվ հետո ով ասեց, որ մենք ընկճված ենք, ով ասեց, որ հանկարծ պարտություն կա, ով ասեց, որ պատերազմից պիտի վախենանք։ Բայց մեզ ասում են կամ սա, թե չէ պատերազմ աստուսին, ես մայր եմ, տատիկ եմ, իմ տղան կամավոր պատերազմ գնացած է 44 օրյա կռվող ա եղել։ Ես թող լինի, մեկա կլինի։ Ասել եմ ու ասում եմ, մեկա կլինի, իմ ասելուց չէ, որ երկու օր առաջ, երեք է թե առաջի օրը, որ կրակոցներ եղան, ու էլի կլինեն, իմ ասելուց չի։ Պարզապես ես գիտեմ պատմությունը ինչ կարգի կրկնվելու սովորություն ունի։ Թուրքերի հետ բարեկամություն անել անհնարին է։ Եթե ասում են փոխվել են, ես համաձայն եմ, որ փոխվել են։ Դեպի վատը, ավելի վատն են փոխվել։ Այնպես որ ձեզ պահեք մարտական վիճակում, կին, տղամարդ, երեխա, աղջիկ, գոյություն չունի, ազգ, բանակ, վերջ։ Բոլորս պիտի պատրաստ լինենք դրան, ու ոչ մեկի մտքով չանցի, որ հանկարծ թուրքերը նորից կհաղթեն։ Այս վրեժով որ լծված ենք մենք, հաղթանակ 100%-ով մերն է լինելու։ Այդ Ադրբեջանի ազգային ժողովում հոխորտացողը, Ալիևին նման ստոր Բորենին, բոլորը այն կարգի տանկ կվճարեն, որ էլ ասելու չի, կյանքում իրանց մտքով չի ասում, ինչքան տանկ կվճարեն։ Էլ չեմ ասում երկիրը, որ 100 տարվա ապորինի երկիրը նայել պետք է վերանա աշխարհի քաղաքական քարտեզից, որ հասկանան ապորինի անարդար սխալ մի երկիր լինի, մարդ լինով լինի, պիտի գոյություն չունենա աշխարհի վրա։ Տիկին Մանուկյան, զանգեր լինելու դեպքում կփորձենք նաև մեր հեռուստադիտողի հետ շփվել, որտեղ բավականին երկար ժամանակ մեզ մոտ չեք եղել, հաստատ հարցեր կունենան։ Բայրամ զանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջունում ենք ձեր եթերը։ Շնորհակալ եմ։ Բարի երեկո։ Ես ձեր հյուրին բարևեք, ես ճանաչում եմ իրեն անձամբ։ Շնորհակալ եմ։ Կներկայանաք, եթե խնդրեմ։ Ալեքսանյան Ռուբիկ։ Ռուբիկ Ալեքսանյան։ Այո։ Պարոն Փաշինյանը շատ թույլ է, որտեվ չի կարում, որտեվ կողերին, բռնողներին, այդ 3 անձնավորություն նախագաներին, պետք է ինքը մինչև չդադի,
այդ Հայաստանը չի կարգավորվի միանից Ռուսնը, միանից Թուրքիան, միանից Ադրբեջանն, միանից Պակիստանն, թուլա, շատ թուլա Փաշինյանը։ Հանցագործը դադի գնավ, всё, 17 մարդու գլուխ կերավ, Այո։ Կորլևոնը ոսկիները տարավ Լիոն, Սերժը միանից քանդեց, Քոչարյանը միանից քանդեց, ես ինչ է Հայաստանի վիճակը չեմ հասկանում։ Շնորհակալ ենք զանգի համար։ Եթե հանցագործ են պետք է դատվեն։ Ընդ որում Գյումրի ընտրություններից առաջ չէ Նիկոլ Փաշինյանը որ հայտարարեց, որ Վարդանիկի, Ռուբիկի, Սերժիկի մի խոսքով այդպես թափահարելով իր էմոցիաները, որ նրանց ունեցվածքը Գիտեք, ասելը մի բան, անելը բոլորովին այլ բան է։ Կարող էր ոչ մի բառ չասել, բայց աներ։ Հանցագործը պիտի պատասխան տա դատարանում եւ մեր ժողովրդի առաջ։ Իսկ մենք մենակ Հայաստանով չի որ հայերը կան, Հայաստանում չեն։ Ամբողջ աշխարհի հայություն է սպասում այդ պատիժների, որ պիտի կիրառվեն։ որում հայեր կան, որոնք վերադարձի ցանկություն ունեն, բայց ուզում են տեսնել արդար Հայաստան, որպեսզի վերադառնան։ Ցանկացած մեկը, հատկապես եթե ծնվել են դրսում, կուզենա արդար երկիր գալ, ցանկացած մեկը։ Եվ նա ով այդ անարդարությունից հեռացել է։ Եվ նա ով որ այո վիրավորանքից եւ անարդարությունից թողել է երկիրը, սրտի ցավով է թողել, կարոտով է թողել, ափսոսանքով է թողել, նրանք ես կարծում եմ միշտ սպասում են վերադարձին, պարզապես անարդարությունը վանում է։ Ինչ վերաբերում է այդ հանցագործների պատժելուն, գիտեք, դատարանները պետք է իրենց տեղում լինեն։ Եթե դատական համակարգը անկախ է, ուրեմն իշխանությունը այստեղ գործ չունի։ Նրանք պետք է իրենց գործը անեն սրբորեն։ Ես հետագայում կասեմ, եթե այսպես մնա, հետագայում կասեմ, որ դատական համակարգում շատ շատերը հանցագործների այսպես համախոհներն էին։ Ինչու չեք դատում։ Դուք բռնում տանում դատում եք, Փաշինյանն ասում է հանեք։ Ուրեմն հայտարարեք, որ Փաշինյանը չի թողնում դատենք։ Արեք ձեր գործը։ Թե լինում է Մոսկվայից զանգերը ինչը որ եղավ, չգիտեմ, հոկտեմբերի 27-ին որտեղից կազմակերպվեց խորհրդարանի ջարդը, որտեղից մեր ամբողջ դժբախտությունները եղան, թե դրանից շարված այս բոլոր հանցագործությունների ծայրն է, որ չեք ուզում գտնել, չեք ուզում բռնել։ Ես մի լրագրողի լսեցի մի անգամ, ինչ որ ծաղրանքով խոսում էր, ասում էր, դե ձեր սիրած Մակրոն, այսպես, այնպես։ Ուղղակի ականջի պոչով լսեցի, ձեր սիրած Մակրոնը։ Հիմա ես այդ տիկնոջը պետք է ասեմ, իսկ ձեր սիրած Պուտինը ինչ արեց։ Իմ համար լրիվ մեկ էր նա ինչ կասեր Մակրոնի մասին կամ Հնդկաստանի կամ ընդհանրապես մեզ համախոհ երկրների մասին։ Պարզապես մի բանը շատ վտանգավոր է, որ այդ լրագրողներն էլ պետք է մի հատ լավ զտել, էլի չթողել այդպիսի խոսակցություններ գնան։ Ասում եք ձեր սիրած Մակրոնը։ Այսինքն եթե ես Մակրոնին եմ սիրում, Պուտինին չեմ սիրում, ու դու մտածում ես, որ ես քո թշնամին եմ, դա իմ տեսակետն է։ Ես այն սկզբից որ քո տեսակետն է։ Ինչպես որ քո տեսակետն է։ Ես օրինական կարող եմ բերել բոլոր օրինակները, ինչեր են բերել ռուսները Պուտինից առաջ եւ Պուտինի ժամանակ, ինչեր են բերել հայության գլխին։ Ես օրինական ձևով կարող եմ Պերմյակովին էլ հետն է։ Եվ Ղարաբաղը հետը, եւ Շաումյան Գետաշենը, որ օղագործողության շնորհիվ 92-91 թվերի ջարդերը կազմակերպեցին, տվեցին թուրքերի կալցո օպերացիան, այո։ Եվ այդ բոլորը կարող եմ ասել, այդ տիկնոշն ասեմ, իմ սիրած Մակրոն այդքան վնաս տվելաց ես։ Եթե հետ դառնան 1921 թվականի Կիլիկյան հայության պատմությանը, դա բացարձակ ուրիշ խոսակցություն է, աշխարհի քար աշխարհի աչքի առաջ եղավ ցեղասպանությունը, դա իր բաժին մեղքնել Կիլիկյան հայության հետ կապված կարող է Ֆրանսիան ունենալ, որը Մակրոնի հետ հիմա կապ չունի։ Մակրոնն այնքան բան է արել, սկսած այդ մեր հերոսների իրանց ազգային հերոսների վերաթաղումներով, հայերին պատիվ տալով, ամեն ինչ անելով, ազնավուրից սկսած Մանուշյանի դա եմ ասում Մանուշյանի հետ ու ընդհանրապես հնարավոր մի բան լինում է հայկական, սկսում են գովազդելու ասել ու խոսել։ Ինչ են արել Պուտինենք, որ դու ասում ես ձեր սիրած Մակրոնը։ Մի հատ լավ բան բռնեք մցրեք աչքս, ինչ են արել։ Ես նոր 1920 թվականի համագումարից խոսեցի։ Մինչև հիմա մի լավ բան ասեք, որ հիմա դու տիկին լրագրող ձեր սիրած ես ասում, չես ասում եղբայր, ես ոչ թուրքերին եմ ուզում հպատակվել, ոչ ռուսներին։
Դուք չեք ուզում հասկանալ, որ ես ազգային ինքնասիրությունը գիտակցություն եմ, ես պիտի ունեմ իմ երկիրը, ոչ մեկին չեմ պատակվում։ Գնում ես Մակրոնի կողմ, ասում են, հա, գնաց, չգիտեմ, թուրքերի կողմը։ Գնում ես Ռուսաստանի կողմ, հա, գնաց, գիտես, գուբերնիայի կողմը։ Այդպես չի։ Ժողովուրդ ջան, մենք Հայաստանի կողմից ենք։ Մենք հայր ենք եւ մեր երկիրը պիտի ունենանք։ Ինչքան կարող եք, ինչքան հնարավոր է, բարի դրացիական հարաբերություններ ունեցեք։ Բոլոր երկրների հետ, որտեղից կարող եք շահ ունենալ։ Դա ոչ մի անգամ չի խանգարի ժողովրդին, երկրին, ազգային անվտանգությանը չի խանգարի, բայց եղեք ձեր տեսակետի մեջ, էլի ստրկամիտ մի եղեք։ Ինչքան կարելի է ցանկացած մի երկիր, եթե դու այդքան անընդհատ ստրկամտորեն գլուխը դնում ես ռուսի ոտի տակ, էլ սապոկի տակ են ասում, ցանկացած մի երկիր արհամարած ունի քեզ։ Քեզ ուրիշ երկրները չգիտեն քո պատմությունը, այսքան բառը ասեմ կլի, այսքան անողնաշավոր, անինքնասեր ժողովուրդ կլինի, որ մենք դուրս եկանք, այս ինչ են անում։ Կներեք, ես չեմ ուզում ոչ մեկին նեղացնել, ես հայությանը, չգիտեմ, ինձից շատ սիրում եմ, ափսոսում եմ, սրտի ցավով եմ ասում, բայց մի քիչ մտածեք, չեք կարող մտածել, եղբայր, հարևանին հարցրեք, կանգառում կանգնած առանց անհարմար զգալու, ասեք գնում եմ ընտրության, չեմ կարող կողմնորոշվել։ Տիկին Մանուկյան, կողմնորոշվելու համար հանրությանը պետք է կեցություն, պետք է սոցիալական պայմաններ, ընդ որում ասեմ, որ ըստ պաշտոնական տվյալների 2024 թվականի 2.5 անգամ ընտանեկան բռնությունների թիվը աճել է։ Եվ գրանցվել է 1000 դեպք, դա այն դեպքերն են, որտեղ մարդիկ գիտեն, այսինքն արձագանքել են եւ չիմացածները։ Հանրությունը ինչպես պետք է, այդ հանրությանը պետք է պահել եւ գաղափարական այդ դաստիարակությունը, հոգեբանական այդ իրավիճակը, մարդիկ դարձել են ինչ, մի կտոր հացի կամ այո, ասել եմ, քանից ասել եմ կկրկնեմ, մենք կորցրել ենք հոգեվոր հայրենիքի արժեքը։ Եթե մենք գիտակցենք, որ մեր հոգեվոր հայրենիքը շատ ավելի թանկ է, քան ամեն օր բանան ուտելը, քան այն ունեցվածքները, որը դուք ասում եք ձեր գլխին գա եւ այո, չեք վայելելու։ Այո, իհարկե, չէ, հարամ ոչ մի բան չի վայելվելու, դրանում ոչ ոք չի կասկածում։ Ուրեմն հոգևոր հայրենիքի արժեքը եթե լինի, մարդը եթե կերավ իր մի, չգիտեմ, կտոր հաց ու պանիրը, նա բավարարված կլինի։ Իսկ եթե մեկը ընդհանրապես աչք այնպես Իսահակյանի ասած էլի, մարդու փորը կարող է կշտանալ, բայց աչքը չկշտանալ, նա ամեն օր խաշ ու խորոված էլ ուտի, միև նա չի կշտանա։ Այ դրանցը պիտի հարամ լինի։ Մեկը չի կշտանա, մարդը որ գոհ չի Աստծուց, մարդը գոհ չի տվածից, որ ինքը դա ունի այդ օրվա անելիքը ունի, որ իր երեխան իր կողքին է, որ ընտանիքում խաղաղ են, ոչինչ որ մի փոքր քիչ ընկեր է սովորականից, բայց ուրախություն կա, ծիծաղ կա, իրենք խղճով հանգիստ են, դա ամենամեծ հարստությունն է։ Քան այդ վիլաները, այդ դաչաները, այդ չգիտեմ ինչ ունեցվածքները, որ տարբեր մարդկանց անուններով ունեն, դրանք քանդեցին մեր երկիրը։ Եվ կողքի մարդիկ այդ որ ասում են կեցությունն է որոշում գիտակցությունը, այդ կեցության մեջ եթե մարդիկ հոգևոր հայրենիքի արժեքը գնահատեին այն կարգի, ինչը որ հենց հոգևոր հայրենիքն ինքն է ասում, երբևէ այսպիսի բան չէր լինելու։ Մենք հենց այդ արժեքն ենք կորցրել։ Ես որ մի քանի անգամ ասեցի, ես կաշխատեմ տեսիմ Facebook-ում ընդհանրապես այդ հոգևոր հայրենիքի արժեքները անդադ լուսաբանել, ասել մեր մեծերի, մեր գրողների, բանաստեղծների, նրանք ովքեր որ իրական մտավորական, ովքեր սրտի ցավով, ովքեր որ շատ փող չունեին, չգիտեմ որտեղ էր գնալու, բայց երկիր էին պահում, երկրի պարծանքն էին։ Երկրի պատիվն էին, որ ամենտեղ գլուխներս բարձրման էին գալիս, այն նրանց արժեքները բերենք ուղիղ եթեր ու ժողովրդին մատուցենք, սկսած դպրոց մանկապարտեզից, իմիջիայլոց մենք խախտվել ենք հենց մանկապարտեզից, ընտանիքներից ենք խախտվել, այնտեղ մենք որտեղ ենք կորցրել հոգևոր հայրենիքը, հենց այդտեղից ենք կորցրել, սկսած դրանից բարձրացնենք հոգևոր հայրենիքի գաղափարը իր արժեքով, իր ամեն ինչով, այդ նյութապաշտությունը, նյութական այդ կողմը, որ անպայման ձգտում են դրան դեպի դա իր Գյումրիում էլ անձնական խնդիրներ ունեն փաստորեն իրար մեջ բացահայտելու, պարզաբանելու եւ դա է պատճառը, որ այսքան ձգձգվում է։ Մարդիկ մեկը մյուսից վիրավորված են, ինչպես զիջել։ Իսկ եթե լիներ հոգևոր հայրենիքի, այսինքն հասկանալ, որ ամեն ինչը դնում ենք մեկ կողմ հանուն հայրենիքի, հանուն ապագայի, հանուն երեխաների, հանուն, չգիտեմ, անուն ինչի։ Հանուն մեզ, մեր ժողովրդի ու համայն աշխարհի հայության հանուն։ Մի շատ լավ խոսք է, այսինքն առևտուր է գնում ըստ ձեզ այնտեղ քաղաքական առևտուր է կուլիսների ետևում։ Եվ ոչ միայն այնտեղ, ամբողջ Հայաստանում առևտուր է գնում, այո։ Երևում է, որ առևտուր է գնում։ Ես մի խոսք ասեմ բոլոր նրանց, ովքեր որ այդպես իրար կոկորտ են կրծում, ովքեր իրարից վրեժ լուծելու բաներ ունեն, մոռանալով ազգային անվտանգությունը, դրանց մի խոսք պիտի ասեմ, ասված խոսք է, ես կասեմ, ինչ շատ դուր է գալիս, ասում է
ներել կարողանալը մարդկային մեծագույն արժանիք է։ Ես կխնդրեի, որ այդ մեծագույն արժանիքին հավատարիմ լիներ հայը իր գաղափարով, այո, նաև իր հոգևոր հայրենիքի դաստիարակությամբ, այդ դաստիարակությունը, որ ինքը ունենար, նա այդպիսի վրեժը նախ քրիստոնյային հարիր չի, հատկապես, եթե այդ վրեժը իր արունակից ժողովրդի հետ է կապված։ Մենք վրեժ ունենք պատմությունից անելու, վրեժ ունենք մեր թշնամիներից անելու, այնքան տեղ կա վրեժ լուծելու։ Ընդ որում Շիրակի թեմի առաջնորդը պատրաստ է այդ իրար հետ հակասություն ունեցող կամ խնդիրներ ունեցող։ Դրա համար ես եկեղեցու մասին չեմ խոսում։ Եթե ես խոսում եմ Աստծո մասին, եկեղեցու մասին չեմ խոսում, հենց այն որ սկսեցին ապականել եկեղեցին, հոգևոր արժեքները նաև այդտեղից արժեզրկեցին։ Այ դրա համար այդ մասին ես չեմ խոսում։ Եվ կուզեի, որ ժողովուրդը թեկուզ իր տանը նստած, լավ կլինի, շատ են քարոզում պատարակ գնալու, աղոթի Աստծուն ու ինքը իր համար համբերություն խնդրի, ներողամտություն իր հարևանի, իր թեկուզ կարճ ժամանակով թշնամացած բարեկամի հետ, ինքը գնա այդ կոմպրոմիսին, այդ հաշտությանը գնա, մենք կբարգավաճենք եւ կարճ ժամանակում։ Ես այնքան վստահ եմ դրան։ Եթե մենք իրար մեջ ատելություն կա, հիմա այդ ատելությունը դառնա սեր։ Դուք պատկերացնում եք ինչ համախմբում կլինի։ Պատկերացնում եք ինչ հզոր ուժ կլինի։ Քանից ստացել եմ հիմա կկրկնեմ, դե հյուրոս կեսարի ժամանակ ասում են շատ ավելի շուտ իմ պալատի սյուները կդառնան փոշի, քան համախմբված հայրին որևէ մեկը կարողանա հաղթել։ Հայերը դա պիտի իմանան, այդ ատելությունը փոխեն սիրո։ Եվ այդտեղ մեր հաղթանակը կլինի, մենք կտոնենք մեր հաղթանակը, թշնամիներին հաջողվել է մեր մեջ ատելություն սերմանել, դրան ասենց շատ լավ ջատագովել է Ռուսաստանը իր անելիքներով, իր ամեն ինչով, բանում Ֆրանսիայում Միսակ Մանուշյանը մի քանի օքեն մեծ պատիվներ են տալիս հայությանը, բայց ամբողջ պատերազմի ժամանակ 318,000 հայ զոհվեց պատերազմի ժամանակ, գեներալներ ու մարշալներ ունեցանք, ոչ մեկը չի ասում, իսկ հիմա չմոռանամ ասել, Նիկոլ Փաշինյանը այդպիսի պատմություն ունեցող երկրի, այդպիսի ռազմական պատմություն, այդպիսի, չգիտեմ, կենսագրություն, թողնում գնում է Մոսկվայում մայիսի 9 նշելու, երբ որ մենք ունենք եւ հաղթանակի զբոսայգի, եւ ունենք հիանալի թանգարան, եւ ունենք ժողովուրդ, որը պատերազմում հաղթել է, իր մեծ ավանդն է ունեցել։ Տիկին Մանուկյան, եթե ամփոփենք Գյումրին եւ ինչպես դուք եք ասում Նիկոլ Փաշինյանը պետք է գնա Մոսկվա, գյումրեցիները պետք է գնան նոր ընտրությունների։ Պետք է լինեն նոր տեխնացուներ։ Շատ կուզեմ, չգիտեմ։ Ինչպես դուք ասացիք, ազնիվ մաքուր կենսագրությունով եւ որպեսզի հանրությունը վստահ լինի։ Այո, անկախ կուսակցությունից։ Միշտ եմ ասել, ես դեմ եմ եղել կուսակցականության, ինձ այդ գաղափարը միշտ դուր չի եկել։ Եվ այդ ընտրությանը պետք է գնան նաև այն մյուս 60%-ը, որոնք չեն գնացել։ Բոլորը պիտի գնան, ովքեր իրենք սիրում են իրենց հայրենիք, ովքեր որ մտածում են իրենք գործ ունեն անելու, ովքեր չեն մտածել, թող մտածեն, որ իրենց չանելուց էսպես եղավ։ Հենց դու նստած տեղը Տիկին ջան, երիտասարդ ջան, պարոն ջան, նստած տեղը ոչինչ չարեցիր, էսպես եղավ ու հիմա մունաթեց գալիս էս ինչ արեցինք։ Դու իշի որ դու ես մեղավոր։ Յուրաքանչյուրը պիտի մտածի, որ ինքը մեղավոր իր անբանության համար, անգործության համար, անտարբերության ամենամեծ հանցագործություններից մեկը, անտարբերության համար, որ դու չարեցիր այն ինչը որ քոնն էր, որ դու պարտավոր էիր անելու։ Այդպես եղավ նաև Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Չգնացիք, չգիտեմ ես Եվ այսօր մենք չենք կարողանում աշխատանքի հասնել նույն այդ քաղաքի ոչ ճիշտ կառավարման ճանապարհը ես եկել եմ 45 րոպեին վարորդը խնդրում եմ կանգնեք ուշանում ասում ընդ որում իրեն կանգառում պետք է կանգնի, բայց չի կանգնում եւ արում չկանգնեց ասեց այստեղ չեմ կանգնում, կանգնում եմ օպերայի մոտ, հիմա ես ասում մեկն էլ ասում է օրինական պիտի աշխատեն թե չի ասում իսկ օրինական էր 10 րոպեանոց ճանապարհը 45 րոպեում գալը դա օրինական էր որ ես խնդրում եմ ասում ուղիղ եթերում ես հարցազրույց ունեմ խնդրում եմ կանգնեք դա կտևի 2 վայրկյան ընդամենը իջնեմ չի ասում այդ ինքը օրինական է սա օրինական երկիր է դուք ստում եք սա օրինական երկիր չէ ոչ մի օրինական բան չկա այստեղ բոլոր հանցագործները ազատության մեջ ման են գալիս իրանց բայց դա օրինականը ո՞րն է այն ազնիվ կարգին մարդիկ էլ զգուշանում են դրանցից սա օրինականությունը ո՞րն է Զանգեր ունենք, բայց չենք հասցնի վերցնել, որտեղ ինձ հուշում են, որ մեզ շատ քիչ ժամանակ է մնացել մեր հաղորդումը ավարտում են, ամենը 5 րոպե ժամանակ ունենք։ Փորձենք լսել մեր հեռուստադիտողին։ Բարև ձեզ, ես խնդրում եմ շատ կարճ ձևակերպեք ձեր հարցը, որ հասցնենք պատասխանել։ Լսում ենք ձեզ։ Իմ հարցը Լսում ենք։ Մի հատ դժվար հարց է, որտեղ ես շատ նեղացած եմ նոյի տապանից, առաջի երթից, դա չափից ավելի նեղացած եմ, Ինչ։ որ դարի 4 օր առաջ պարոն Հարությունյանը մի հատ այդ ազերբայջանցին, որ խոսված էր
եթերից բերում եք այդ Ադրբեջանցու։ Լավ, ձեր հարցը, լավ, հիմա ժամանակ այդ առանձին կզանգեք ձեր հիմա հարցը ձեր որն է։ Չէ, իմ հարցը սրա որ խապե պայությունը էսի։ Ես չգիտեմ փոխարինում եք դրա ժամը։ Լավ, ես ստիպված եմ անձնական ձեր էմոցիաները մեր եթերից խնդրում եմ։ Ամեն դեպքում մենք Ես անդրադառնամ մի բանի, բաց եմ թողել մեր վերջին Սպարապետը ֆիլմի հետ կապված շատերն են հարցրել ինձ ու ես ինքս հենց սկզբից դժգոհեցի վերնագրի հետ կապված նախ ասեմ, որ շատ լավ է, երբ որ ընտանիքի անդամներն են կազմակերպել, արել են այդ գործը, որովհետև պետության վրա հույս դնել չէին, դու գիտեք 25 տարի է շարունակ խնդրել աղաչել եմ իմ ֆիլմը նկարահանել։ Ես հենց դրա մասին մտածեցի, երբ այդ լսեցի, որ ընտանիքի անդամներով եւ այլն։ Այո, շատ լավ է, որ արել են, որտեղ պետությունը կամ ընդհանրապես բարերաններ չգտնվեցին, ես չկարողացա անել, գուցե ես շատ։ Բայց եթե Սպարապետը լիներ, գուցե այդ գումարը ձեր ֆիլմին տրամադրեր։ Գիտեք, 90%-ով վստահ եմ, 100%-ով չեմ կարող ասել, 90%-ով վստահ եմ։ Բայց ես զանգեցի, այտենց կարևոր դերակատար են, գիտեմ ֆիլմը չեմ նայել, լավ կլինի, որտեղ այդպիսի դերասաններ են խաղում, վստահ եմ, այդ եղբոր աղջկան է շնորհակալություն, որ այդպես կազմակերպել են ֆիլմը վերջապես կայացել է։ Բայց շատ ափսոսում եմ ինչու վերջին Սպարապետ։ Իսկ գուցե ձեր հարևանի թորը արդեն Սպարապետ է, 25 տարեկան արդեն գնում է դեպի Սպարապետ դառնալուն։ Ինչու վերջին։ Գրեիք 20-րդ դարի վերջին Սպարապետ։ Կամ գրեիք ուղղակի Վազգեն Սպարապետ։ Վերջին բառը խորհուրդ ունի, առաջինը, վերջինը, չգիտեմ, դրանք այդ ինչ ռիսկ եք արել, որ ամբողջ հայության անունից վերջապես այդ մարդը Հայաստանի ընդհանրապես ռազմական գործողությունների ներկայացուցիչ ինչի համար եք դրել վերջին։ Դա մեծ վիրավորանք է, ես ժամանակ չկա, որ խոսենք, ես իմ գրքի վերնագիրը երբ բերում եմ Մարկությունը Կապուտիկյանի հետ, երբ որ քննարկեցի, ասեց, աղջիկ ջան, ես ինչ մեծ վերնագիր էսպես, ասի տիկին Սիլվա, եթե կգտնեք ավելի հարմարը, խնդրում եմ ասեք, դա անձնական հարց չի, որ ես մենակ որոշեմ։ Եթե կորոշեն մի քանի հոգի կասեն փոխենք, ես համաձայն եմ փոխելու։ Ես ուզում եմ հասկանամ, Սպարապետին վերջին դնելու ժամանակ քննարկել են մարդկանց հետ ովքեր որ ռազմական գործիչ են, քաղաքական գործիչ են, ովքեր սրտացավ են երկրի համար, քննարկել եք ինչու եք դրել վերջին։ Կամ ժողովրդին Ժողովրդին պարտադիր դա ժողովրդական գործ է։ Ժողովուրդը ավելի երկար կհիշի, քան ինտանիքի անդամները։ Այդ վերջին բառը եթե հնարավոր է հանեն, ջնջեն, չգիտեմ, մի բան անեն։ Շնորհակալություն եմ հայտնում Տիկին Մանուկյան այսօրվա մեր հաղորդման համար։ Ձեզ առողջություն եմ աղթում, որտեղ դուք մենք դեռ անելիքներ ունենք։ Եվ մենք ասեմ, որ զանգեր ունենք, եթե մեր հեռուստադիտողները ցանկություն ունեն, կարող ենք մենք հաղորդումը ավարտել այս ալիքում, բայց հեռախոսազանգերին Տիկին Մանուկյանը դեռ մեր տաղավարում եք, փորձենք պատասխանել։ Այսօր այսքանով ավարտում ենք։ Շնորհակալություն եւս մեկ անգամ Տիկին Մանուկյան։ Հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։